Ես ալգուզեմ ողջունել մեր հարուցյալ փրկին անունով եւ գմախտեմ, որ այս հարուցյալ դոնը միշտ հարմլա մեր մտքերում մեջ, մնա մեր սրտերում մեջ։ Եվ գիտանք, թե պետք ունենք այս զորության եւ առանց հարության զորության չենք կրնար ապրիլ այն կյանքը, որուն համար գանչված ենք։ Գուզեմ շնորհավորել նաև բոլոր անոնք, որոնք հարություն եւ հարուտ անունը գգրեն։ Աստված հատուկ կերպով անոնցալ օրհնե եւ իր շնորհքի մեջ բահե։ Դառնանք Աստծո խոսքին, պիտի գարտամ երկու դեղերեն։ Ղուկասու ավետարանի 24-րդ գլուխին 33-ին 34 համարները պիտի գարտամ, ետ գնալ առաջին Կորինթացոց 15-րդ գլուխեն պիտի գարտամ։ Ուրեմն Ղուկաս ավետարանի չկսե ու ելան նույն ժամուն Երուսաղեմ դարձան ու մեկտեղ ժողոված կդան 11-ը ու անոնց հետ եղողները, որոնք գսեին, թե իրավցնե դերը հարություն արավ ու Սիմոնի երևցավ։ Նույնտեսալ այս ընդրած են, իրավցնե դերը հարություն արավ։ Առաջին Կորինթացից 15-րդ գլուխին 3-8 համարներն առաքյալ այսպես կսե, հարության ճշմարտությունը հաստատելով։ Վասնզի ամենեն առաջ ես ցեզի ավանդեցի զանիգա, որ ես ալ ընդունեցի, թե Քրիստոս մեր մեղքերուն համար մեռավ, քիրքերուն ըսածին համեմատ, եւ թե թաղվեցավ ու հարություն արավ երրորդ օրը, քիրքերուն ըսածին համեմատ, եւ թե երևցավ Գեպասի ու ետքը 12-ին, ետքը 500-ը ավելի եղբայրներում մեկտեղ երևցավ, որոնց մեջ շատերը մինչև հիմա կան եւ ոմանք ալ ննչեցին։ Ու ետքը երևցավ Հակոբոսի, ետքը բոլոր առաքյալներուն, ամենեն ետքը որպես թե վիժածիմը ինձիալ երևցավ։ Անցնող շաբթվա ընթացքին քրիստոնյա աշխարհը սուքի մատնված էր։ Շատ մի եկեղեցիներ ամեն օր հատուկ արարողություններով հիշեցին Տերոջը կյանքի մեջ այդ հատկանշական եղելությունները։ Մեկ շաբթին Ծաղկազարդը հիշեցին։ Երկու շաբթի օրը կհիշվի Դաջարի մաքրագործումը։ Ավակ 3 շաբթի կհիշվի բտղապերության պայմանը եւ կգարտացվի ավետարան Հովաննու 13-րդ գլուխեն։ Եթե ծորենի հատը հողի մեջ ինալով չմեռնի, ինք մինակ կմնա, ապա եթե մեռնի, շատ բդուղ կբերե։ Ավակ 4 շաբթի կհիշվի Տերոջը խոնարհությունը, 5 շաբթի կհիշվի անոր գադարած ընդրության համար Հիսուսի բայկարը եւ կգարտացվի Գեթսեմանեի մեջ իր աղոթքը։ Ավակ ուրբաթ կհիշվի Տերոջը խաչելությունը, խաչին վրա գադարյալ փրկագործությունը։ Այդ փրկագործության վրա փոքր փամը ավելցնողներ ըստ Աստվածաշունչի անեցքի դագեն։ Քրիստոսի գադարած փրկագործության վրա ան որ փոքր փամը գավելցնե, ըսելով թե այո, թուն խաչվեցար, բայց բավարար չէ, գիտես, ես ալ այս պիտենեմ, այն պիտենեմ, եւ այլն, ըստ Աստծո խոսքին անեցքի դագեն։ Ավակ շաբաթ կհիշվի Արիմաթիայի եղող Հովսեփի քաչությունը, որ Բիղադոսեն Հովսեփ Հիսուսի մարմինը արավ, Նիկոդիմոսն անոր հետներ, Հովաննու 19-րդ գլուխի մեջ։ Իսկ մեկ շաբթի օրը, որ այսօրվա մեր գիրագին է, Քրիստոսի փառավոր հարությունը գիշենք ու կդոնենք մեծ ուրախությամբ։ Անկեղծ լալու համար պետք է ասենք, թե Քրիստոսի հարությունը հիշողներ երկու տասագարքի կպատկանին։ Աստիկա այնքան ցայդուն է արևեն ալբայցար, անվիճելի ճշմարտություն մնե, անուրանալի իրականություն մնե։
Առաջին տասագարքը մարմնավոր զգացումներու արդակին երևույթներով ու միտքի մերած հավատքով հարությունը հիշողներն են։ Այս տասագարքի պատկանողներուն Աստուծո խոսքը անուն մգուդա, երկրորդ Տիմոթեոս 3:5, որոնք աստվածպաշտության գերբարանքը ունին, բայց անոր զորությունը ուրացած է։ Այս մարդիկը, այս տասագարքի պատկանողներ գմերժեն Քրիստոսի թագավորությունը, անոր դերությունը, ճիշտ հրյաներու նման գսեն, չեն ուզեր, որ ան մեր վրա թագավորը, չեն ուզեր։ Դեղդ նստե, երբ որ պետք ունենակ կգան չենք քեզի, մեր հիվանդները բժշկելու, կորձի հաջողություն տալու, բայց չեն ուզեր, որ իմ կյանքիս վրա թագավորես, դիրես, չեն ուզեր։ Thank you, շնորհակալ եք խաչելության համար, բայց չեն ուզեր, որ մեր կյանքի վրա թագավոր է։ Երկրորդ տասագարքի պատկանողներ անոնք են, որոնք Քրիստոսի գադարած փրկագործությունը հասկացած են, որ խաչին վրա մեռնող Հիսուս իրենց փոխանորդն է, եւ հասկացած են, թե Քրիստոս իրենց մեղքերուն համար մեռած է, եւ երրորդ օրը հարություն արած է, եւ այս տասագարքի մարդիկ, որոնք հասկացած են, ընդունած են անոր թագավորությունը իրենց սիրտերուն մեջ։ Եկուր Տեր Հիսուս, ես կընդունիմ, թուն իմ թագավորս ես, իմ դերս ես, եւ քեզի համար պիտի ապրիմ։ Այս տասագարքի մարդիկ ասոնքալ անունը ունին, հասկացած են, գիտակցությամբ հրավիրած են զայն սրտի մեջ, Քրիստոսի հարության զորությունով գաբրին, սիրտի որոշումով դերոջ հետ գկալեն, անոր գողմը անցած են, եւ գսեն ով դեր, ես քու գդեմ, թուն իմս ես, թուն ես ալֆան եւ օմեգան, ոչ թե աստվածպաշտության գերբարանք ունին, հաբա անոր զորությունն ունին, եւ անոր զորությունով գաբրին։ Աստվածաշունչը այս տասագարքի պատկանողներուն անուն մգուդա։ Գենթանի քարեր, թագավորական քահանայություն, ընդիր ցեղ, սուրբ ազգ, Աստուծո սեփական ժողովուրդ, խավարեն լույսի փոխադրողներ։ Այս տասագարքի պատկանողներ գրնան Աստուծո առաքինությունները պատմել։ Առաջին Պետրոսի նամակի մեջ գարտանք այդ դեղը, երկրորդ գլուխ 5-9։ Գսե, թուք ալ գենթանի քարերու վես շինվիկ, հոգևոր դաջարը, սուրբ քահանայությունը, Հիսուս Քրիստոսի ցերկով Աստուծո հաճելի հոգևոր բադարակներ մատուցանելու, որովհետև Քիրքի մեջ ալգա, թե ահա Սիոնի մեջ ընդիր բատվական անգյունի վեմը գտնեն, եւ ով որ անոր հավատա, փնա պիտի չամչնա, ուստի ցեզի հավատացյալներուդ բատվական է, բայց անհավատներուն այնքանը զոր շինողները անարգեցին անիգա անգյունին քլուխ եղավ, եւ քլորման վեմ ու քայթաղության քար անոնց, որ չհավատալով խոսքեն գքայթաղին, որու սահմանված էին, բայց թուք ընդիր ցեղ մնեք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդը, որբեսի քարոզեք անոր առաքինությունները, որ ցեզ խավարեն իր սկանչելի լույսին գանչեց։ Ճշմարիտ քրիստոնյան գճանչնա հարուցյալ դերը, ամեն օր անոր հետ գենթանի հարաբերության մեջ է, որով գրնա երկել, ինչպես երջախումբը երկեց, գծարայեմ ես այսօր, փրչիմը որ հարյավ, կիդեմ, վստահությամբ կիդեմ, նստած է քովն հոր ու գաբրի արդ իրավ,
լսեմ իր ցայն, գլսե անոր ցայնը գլսե, խուլ չէ, համր չէ, անոր հետ գենտանի հարաբերության մեջ է, միշտ հրջվում, դեսնեմ ցերտ իր կտոտ, ու գարոդի ճիշտ բահուն, ինձ միշտ է մոտ։ Գաբրի, Քրիստոս Գաբրի, ուր Գաբրի, երկինքի մեջ, մեջս Գաբրի Քրիստոս։ Միայն ան որ ջանցած է հարուցյալ դերը փորձառությամբ ինք ալ մեղքի քերեզմանեն հարություն արդելով գջանչնազայն։ Այս առավոտ մենք ուրախությամբ գիհիշենք մեր փրկին հարությունը։ Քրիստոնեությունը գրոնք ըլլալե ավելի Աստուծո կյանքն է մարդու մեջ եւ այդ կյանքը Քրիստոսի հարության զորությամբ է եւ ոչ թե մարդկային ուժերով։ Առանց Քրիստոսի հարության քրիստոնեությունը ներգա դարբեր գրոնքներու տասագարքին գրնաթրվել միայն, որոնք փուչ եւ խապկանք հիմեր ունին, որոնք չեն գտնար մարդուն հույս ներշնչել, հավիդենական կյանքի ապահովություն խոստանալ չեն գտնար։ Աշխարհի բոլոր գրողները հիմնված են ենթադրական փիլիսոփայություններու վրա։ Այդ գրողներու հիմնադիրներուն անոնց անձին վրա մեկը չգրնար հիմնվել եւ հուսալ, ինչու որտեւ անոնք մերած մարդու ով գուսա, գամ մեկը մեր մեջ մերած մեկը գուսա, ինչ պիտի մերերը, բայց Քրիստոս հարություն արավ։ Անոնք իրենց մահով միայն հիշադակ մթողուցին իրենց հետևորդներուն, սակայն Քրիստոս հիշադակ մչիթողեց Գաբրի իրեններուն մեջ Գաբրի։ Քրիստոնեությունը եզակի եւ աստվածային գրող մըլլալով գահայդարարե թե հիմնադիրին քերեզմանը թադարգ է, բարապ։ Բուդդային մահվան մասին գգարտանք, անոր մահվան ագնարգելով հետևյալը գգարտանք, այս մահեն ետք ալ ոչ մեկ բան գմնա, վերջացավ ամեն բան։ Բատմության մեջ միակ անձը որ գրծավսել, ես եմ հարությունը ու կյանքը, ոչ թե միայն ասկանք, հապա ան որ ինձի գահավադա, հավիդենական կյանք ունի, միայն Հիսուս, ուրիշ մեկ չի գա։ Եվ շարունակությունը մեր Տերը ըսավ, եւ անամենը որ գենթանի է, եշեք Մարտային ըսավ, Խազարոսի թաղմանարիթով, եւ անամենը որ գենթանի են ողջ են, ու ինձի գահավադա, հավիդյան պիտի չմերնի։ Ինչը պիտի չմերնի, հոգին Աստուծո պատկերով ստեղծված էությունը Աստուծմե հավիդենաբես բաժանում է մահը, հոգևոր մահը, այդ պիտի չլա, եթե Հիսուսի հավատա։ Հիմա դու նստած տեղդ, որ ողջ ես, գլսես այս խոսքերը, եթե հավատաս Հիսուսի գադարած փրկագործության, հավիդյան պիտի չմեռնես։ Հիսուսը ասավ, որ գրոնքի հիմնադիրը գրծավ այսպես արդահայտվել։ Բոլոր գրոնքներ իրենց հիմնադիրի մահը գիշեն միայն։ Մուհամմեդ 8 հունիս 632-ի մերավ եւ մինչեւ այսօր հողին դագն է, մինչեւ այսօր հոն է, բայց Հիսուս հարություն արավ։ Քրիստոս, քրիստոնյաները գիշեն Քրիստոսի մահը եւ հարությունը։ Մնացյալ բոլոր գրոնքներու, առաջնորդներու միայն մահը գիշադագեն, գերտան քերեզման, ինչ լավ մարդ էր, լավ սկզբուկներ սորվեցուց մեզի, փարոյական, ընկերային, հիանալի իրավանոց մեջ կան, աղբորը սկզբուկներ սոր, քերեզմանի մեջն են, բայց երբ որ մենք գերտանք Հիսուսին քերեզմանը, անոր հարությունը կդոնենք, մահը եւ հարությունը, աշակերտները նույնիսկ սկիզբը չհավատացին, թե Քրիստոս հարություն պիտի առնե։
Չի հավատացին։ Գիներ անոր համար չի հավատացին, կացին կերեզմանը խունգել ցերկերնին, որբեսի օծեն։ Չի գրցան հավատալ, բայց երբ տեսան Հարության վգաները դարձան։ Թարերու ընթացքին մարդիկ հարցուցած են եւ մինչեւ այսօր գահարցանեն։ Իրավ Քրիստոս մերավ եւ հարություն արավ։ Այս հարցումը հինենի վերգար, անոր համար սատանանալ միշտ պատրաստ լալով զանազան միջոցներով Քրիստոսի մահը եւ հարությունը չեզոքացնել ուզեց։ Թե Սուրբ Գիրքի մեջ կգարտանք, թե անվավեր քիրքերու մեջ Հիսուսի հարութենեն ետքը մարդիկ սկսան քրություններ կրել եւ թե այլ պատմության մեջ։ Հիսուսի մահվան նկատմամբ հետեւյալ քահապարները ներշնչեց սատանան մարդոց ներսիտին։ Հիշեմ, մեկ թե մերնողը Քրիստոսը չէր, այլ ուրիշ մեկն էր, անոր նման մեկն էր։ Մոհամմեդ իր քիրքի մեջ, անոր հաջորդները Ղուրանի մեջ անվավեր ավետարաններեն արին եւ հոն քրեցին, որով այդ ավետարաններու մեջ գա, որ մերնողը Հիսուս չէ։ Մերնողը ոմանք կսեն Պետրոսն է, Պետրոսին պատճել ուզեց, ուրացար ասելով, աշակերտները հավաքվեր են եղեր, ըստ այդ ավետարանին, հավաքվեր են ասերը նայր Պետրոս, թուն Հիսուսին ուրացար, այնպես որ փամ բանենք, թուն պետք է անոր դեղ խաչվիս, Հիսուսին ցևոմը ազատենք։ Այս տեսակ ապեղ սպեղ քրություններ եւ անոր համար գսեն, որ այլասները Հիսուս չէր, անոր նման մեկն էր խաչին վրա մերնողը։ Երկրորդ Քրիստոս մարմինով չի մերավ, հապա հոգիով մերավ։ Իսկ ուրիշ դեսությունը Քրիստոս ես մերած էր, ասանք, ես մերած էր, այնպես որ թաղեցին ու ետքը բահակները երբ կքնանային, աշակերտները եկան եւ մարմին արին ու ասին, որ հարություն արել է։ Այս շատ երկար չդևեց։ Փարիսեցիները գիշեք հավաքվեցան, ասին, որ դագից տվին։ Ասեք, որ բահակները քնացած ադենին, աշակերտները եկան, մարմինը կողցան։ Լավ, բահակները, որոնք կքնանային, քանի աչք ունեին, գեսը կոց, գեսը պաց, քնացող մարդը գրնա, տեսնել ինչ կտարնա իր շուրջը։ Մանավանդ եթե նկատի առնենք հինադեն ինչպես մարդումը գթաղեին, մերելը գարնեին, քիթեն, ագանչեն, փերնեն, աղվորմը, գդոր գտնեն, փամբագի նման եւ լեցուն խունգեր ամուշաոտ եւ լավը սավանով գփատտեին։ Ողջ մեկնալ եթե այդպես փատտես կմեռնի։ Ուր մնաց Հիսուս ցավերու մեջ, այդ վերքերու մեջ։ Հովսեփ եւ Նիկոդիմոս երբ մարմինը արին գգարտանք, որ 100 լիտրի չափ զմյուրսի ու հալվեի խարդուրտը եւ խունգերով փաթեցին։ Գրնակ կարդալ Հովանու 19-րդ գլուխի մեջ։ Այնպես որ այդպես Հիսուս մեռավ։ Եվ այս բոլոր թիվային ներշնչումներեն հարաճ եկած քահապարները չի քալեցին, դեր չկդավ, ոչ մարդոց խելքի մեջ, ոչ անոց սրդի մեջ, որոնք փորձառությամբ ճաշակած էին։ Այո, Հիսուս հարություն արավ։ Քրիստոսի հարության մի քանի վգաները գրնանք կանչել, որբեսի խոսին ոչ թե հավատալու համար մենք, հապա անհավատներուն համար, որոնք չեն ուզեր հավատալ, մենք վգաներու գարիքը չունենք, բեք չունենք վգաներու, որ մեզի փաստեն եւ մենք հավատանք, որովհետեւ մեր կյանքերը մեծակույն վգաներն են։ Անոր փորձառությամբ Քրիստոսը գճանչնա վգաներու գարիքը չունի, որ իր փորձառության հավատա։ Փորձառությունը ամենազորավոր ապացույցն է։ Առաջին վգան պատմությունն է, Քրիստոսի հարությունը պատմական թեփն է։ Անհավատ գայսրեր խոսած են։
պատմության մեջ իրականություն է։ Քրիստոսի հարությունը հիմնված է պատմության վրա ու ոչ թե թիծափանության վրա։ Թիծափանություն, միթոլոգիկ, որ գսեն, առասպելներ, ես ճշմարտություն, ես առասպել, խառնված։ Քրիստոսի հարությունը պատմական իրողություն է, որոշ ժամանակի մեջ եղավ, որոշ դեղի մեջ կատարվեցավ եւ եղելություններ կվգայեն։ Անտիոքի եպիսկոպոսը Իգնատիոս 115 համիդյարն ապրեցավ, այս հավատացյալը Հովանես Արաքյալին աշակերտն էր, փնիկ սուրյացի էր եւ այս շատ քրություններ ունի։ Ինչ որ ցեզի բիդեսեն հեշտությամբ, թյուրությամբ կրնակ գտնել։ Ջեստեն Մարտեր 160 թվականին հեթանոս մներաս, ասի անհավատ հեթանոս մներ, փիլիսոփա, որ ետքը քրիստոնյաներու պաշտպան եղավ, պաշտպանեց եւ նահատակվեցավ։ Թրթլյանոս 160 մինչև 220, ինչ քրություններ ունի։ Յոսիֆոս հրյապատմական աշխարհի ցանոթ իր քրություններու մեջ Հիսուսը կնկարագրե։ Այս մարդը Երուսաղեմի բաշարումի ժամանակ հոներ, առաջին թարու հավատացյալներուն կյանքը ինք արձանագրած է։ Եվ քերի դարվեցան հրյաներ Հռոմի փանդի մեջ առաջին մի քանի դասնյակ հավատացյալներու կյանքը քրեց աչքով տեսածներ Հիսուսի մասին գխոսի։ Եթե Հիսուս քոյություն չունենար, այս պատմապանները քոյություն չունեցող մեկու համար չէին խոսեր եւ քրեր։ Իդր Շայնդեր հրյա պատմապանն գիշե որ իր քրություններու մեջ գսե շատ մեծ քարմը թրին Հիսուսի քերեզմանին, որ զայն քլորելու համար 20 այր մարդ պետք է, որբեսի քլորեն։ Դարձյալ պատմության վրա թողած հարուցյալ Քրիստոսի կյանքին աստեցությունը ապացույց է։ Քրիստոնեության արագ ցևով դարածվելը Քրիստոսի հարության ապացույցն է։ Քրիստոսի հարության ագանադեսները հալածվեցան ու ամեն տեսակ դժվարություններ գրելու հոժարեցան։ Եթե Քրիստոսի հարությունը սուտ էր, սուտ բանի համար, բանը որ գադարված չէ, այդ գադարված չեղած բանին համար մեկը գզոհվի, գչարչարվի, գփանդարգվի, արույցներու գեր գթարնա, անհավատներու միտքը որքան գույր է, խավար է, որ նույնիսկ լաջիկ ըսված բանը, դրամապանություն ըսված բանը իրենց մեհերացել է։ Այս բաներուն շուրջ նույնիսկ չեն ուզեր մտածել։ Ով սուտ բանի համար իր կյանքը գուտա։ Երկրորդ վգան իր վրա գադարված, Քրիստոսի վրա գադարված մարգարեություններն են։ Հիսուսի ծնունդեն առաջ, հարյուրավոր տարիներ առաջ, ուր պիտի ծնի, ինչպեսի բարականերու մեջ պիտի ծնի, անոր կյանքին բոլոր հանքրվանները, չարչարանքները, ինչպեսի մահով պիտի մեռնի, մահը եւ հարությունը հարյուրավոր տարիներ առաջ։ Ասոնք սուրճի քավաթի նայողներ չեն, ասոնք Աստծո հոգիով ներշնչված, մարգարեներ են, Աստված խոսեցավ, քեդինը պատրաստեց։ Երրորդ վգան միլիոնավոր հավատացյալներու հարուցյալ կյանքն է, որոնց մեջ գամ նաև ես եւ իմ նման շատեր մեղքի դիրմին մեջ են հարություն արին, գենթանացան, Արաքյալը գսե թուք հանցանքներու եւ մեղքերու մեջ մեռած էիք, բայց Քրիստոս գենթանացուց ցեզի, գենթանացուց։
Միայն հարուցյալ Քրիստոս կրնա մեղքի շղթաները գոդրել եւ մարդուն ազատություն շնորհել։ Եթե որդին ցեզ ազատ է, ճշմարտապես ազատ կլաք, ըսավ Հիսուս։ Եվ հիմա կարևոր հարցումը կուզեմ գտնել նորեն։ Մի նեղվիկ ինձ պետք է գտնեմ, մի նեղվիկ։ Որ տասագարքին կպատկանիք, դուք որ հարությունը կհիշադակեք։ Մարմնավոր զգացումներ ուտակ, ասպես ավակ շաբթվա ընթացքին թերևս գսես նայր, ես 7 եկեղեցիներ կացի, 7 անգամ թակարին դագեն անցա եւ այլն, գիտես այդ շաբաթը ես բերանս մաքուր էր չհայեցի, գնոջս ցերկ չվերցուցի, այնպես որ վերջը ասպես զգացումներ ուտակ Բայց մերած մտքի հավատքով գիհիշադագես ձաղգազարդը ավակ շաբաթը Քրիստոսի մահը եւ հարությունը թուն քեզ հարցուր թե ոչ ճշմարտապես Քրիստոսը քու դերդ ընդունած ես առաջին տասագարքի պատկանողներ միայն արդակի երևույթներով որբեսի ցույց տան թե նայր մենք իսլամ չենք մենք քրիստոնյա ենք հավատացյալ ենք Բայց անոր թակավորությունը մերժած է Չենք ուզեր որան մեր վրա թակավոր Ես ուզածս պիտի անեմ Ես ուզածիս բես պիտի ապրիմ Թուն մի խառնվիր Այդ տասագարքին կպատկանիս Թե ոչ ջանցած ես Հարության, զորության գաբրիս Ընդունած ես անոր թակավորությունը, դերությունը սրդիտ մեջ Թուն բադասխան է այս հարցումին, որ տասագարքին կպատկանիս Հիսուսը սավ ես եմ հարությունը ու կյանքը, ես եմ Հիսուս հարության մասին չի խոսիր, որպես թե ուրիշ մնե Մենք կխոսինք Հիսուս և հավիդարական կյանքի մասին, ջամպայի մասին կխոսի ոչ թե որպես թե ուրիշ մնե, մեզի գարաչնորդ է, ադի մենք կնենք Հիսուսավ ես եմ ջամպան Ես եմ հարությունը, իմ անցիս մեջն է, երբ գնթունիս անոր թակավորությունը սրդիտ մեջ, հավիդենական կյանք ունիս, իսկ եթե առաջին տասագարքին կպատկանիս, ամեն դարի այսօրն ու երդ ասկուկաս կլսես Փարք Հիսուսի, քիչ բցերքդ կվերցնես, ալելույա, անոր թակավորությունը պետք է ընդունիս, քուդերությունը պետք է ընդունիս, որբեսի ուր որ է թակավորդ, թունալ հոնն լաս Ուր է քու թակավորդ, ով է, անոր հետ պիտելաս, թե հոս, թե հավիդենական մեջ։ Քրիստոսի եկեղեցին ուրախությամբ և սրբությամբ գհիշե գդոնե հարությունը և բոլոր սրդով գսենք Քրիստոս հարյավ իմերելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի, ամեն։ Հոդնգայս բիդի վերջացնենք պարապանության երկով թիվ մեկ երգար եղանակով Փառք և բադիվ ու զորություն Հորն ու որդվույն Եվ սուրբ հոգվույն միասնական երրորդության Փառքի բարձուս, փառքի բարձուս,
Գխոնարիկ ու մեծափարության դարչև ով դեր մեր փրկիչը, մեր թագավորը, մեր սեփականատերը գբաշտենք քեզ այս պահուն եւ փառք ուտանք այն մեծ կորձին համար զորգադարեցիր Գողգոթայի խաչին վրա մեր անմահ հոգիներու սիրուն փառք ուտանք դեր մերար եւ հարություն արիր որբեսի մեղքի մեջ մերած մարդոցալ կենթանացնես շնորհակալ ենք դեր ամեն բանի համար եւ դեր օգնեվոր քոհոնակ սիրտով բոլոր սրտով քեզի նվիրված կյանքեր ապրենք եւ դեր քու հարությունդ հրճագոները լանք մեր կյանքով խոսքով գործով եւ մեր թիրքը հստակ լա դեր մարդիկ տեսնեն թե մենք քու գտենք քեզի կպատկանենք քու հարության զորությամբ գենթանացած որպես գենթանի քարեր գաբրինք փառք ուտանք դեր փառավորվե քու զավակներու կյանքերու մեջ եւ եթե մեր մեծ սիրելիներ կան դեր որոնք դակավին աստվածպաշտության գերբարանքով կբարձենան բայց անոր զորությունը ուրացած են մարմնավոր զգացումներ ու աստեցության դակ այս օրերը գհիշեն գաոթեմ դեր որ քու սուրբ հոգիդ կորձե այդպեսիներու ներսիտին որբեսի անոնք ընդունին քու թագավորությունդ քու դերությունդ իրենց սիրտերու մեջ եւ գարավարես անոց կյանքը որտեւ այնադեն իսկապես երջանիկ արարածներ բիդլան ողորմիս դեր այդպեսիներուն ով դեր խոսքդ գնքե մեր սրտերու մեջ եւ այսօրվա մնացյալ ժամերու մեջ եւ քալիք օրերու մեջ առաջնորդես մեզ արցագե մեզ քու խաղաղությամբ ամեն